Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Միջին խոսքը սկսել է մի շատ կարևոր բանի մասին եմ ուզում ձեզ ասեմ։ Հնարավոր է մեր շարքերում լինեն սադրիչներ, քանի որ իշխանությունը ամեն ձևով, ամեն հնարավոր տարբերակներով ուզում է սադրել մեր համակիներին, որ ինչ-որ մի բան այնպես չլինի, որ հետո շինծուխերական գործեր հարուցվեն։ Դրա համար խնդրում եմ ձեզ, եթե կլինեն մարդիկ, կզգաք, որ այդ մարդը սադրում է ինչ-որ իր գործողություններով, իր վարքով, իր խոսքով, դիմեք ոստիկանության ծառայողներին։ Սա է գիտություն բոլորին։ Ժողովուրդ ջան, մի շատ կարևոր բանի մասին եմ ես ուզում ասեմ։ Խոսքը վերաբերվում է օրեր առաջ մեր հանրահավաքից հետո իշխանության ավելի ճիշտ, ավելի կոնկրետ թույլ Նիկոլ Փաշինյանի վարկագծին։ Մարդը այնքան վախեցավ Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի քանակից, որ անցավ բոլոր տեսակի բարոյական կարմիր գծերը։ Երեք իմիջիալոցա շատ կարևոր փաստ է։ Մոտավորապես նույն ժամին են ձերբակալվում եւ Գոհարը Գումաշյան եւ Վերժինեն Ստեփանյան։ Մեկը Երևանում, մյուսը Վայքում։ Նույն ժամին է նշանակվում դատարանում նրանց գործի քննությունը։ Զուգադիպություն է սա։ Չէ։ Մենք գործ ունենք այստեղ քաղաքական հետապնդումների հետ ու քաղաքական հետապնդումների ուժեղ Հայաստան կուսակցության անդամ կին գործիչների նկատմամբ։ Այս ամեն ինչի մեջ տղամարդկություն չկա։ Մարդը կորցրել է արդեն իրականությունը։ Արդեն իր համար գիտենք, որ հայրենիքը չկար։ Գիտենք, որ շատ դեպքում տղամարդկությունը չկար։ Հիմա էլ անցել է լրիվ կանանց է ուզում բերման եթարկի։ Նիկոլ Փաշինյան ջան, քեզանից ոչ ոք չի վախենում։ Մենք մեր գործը տանելու ենք առաջ։ Մենք մեր պայքարը ավարտելու ենք հաղթանակով, սա է գիտություն ձեզ, ու Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետի անունն է Սամվել Կարապետյան։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։